Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը, ասել են գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ հարաբերությունները կշտկվեին, հիմա ինչ է լինելու։ Պուտինը մեզ գիտես ինչ որ Թիֆլիսի օրը կգնի։ Ես ինչ-որ գուշակ եմ տեսնում ինչ պետք է անի վերջը։ Նույն ցավի սեղմե չոքսնագը մեզի։ Մենք ապրուց չունենք երբազա։ Ռուսը ասում է արտոնյալ պայմաններով որտեղ ինքը ոչ դիվանագիտություն ունի, ոչ պատուս է, ոչ չգիտեմ, ինքը իրան դարել է Կոլոմբոսի տեղը։ Հայտնագործություն գուզեին է, մենք ինքնիշխան ենք, անկախ ենք, Արցախ կուտանք Սյունիք, կուտանք չգիտեմ, Ռուսանդեղ ինչ է կարող է բաներ, մի հատ, ասենք մանկապարտեզ երեխա է, ինչ է կոնֆետով է խապում Ռուսաստանին։ Հատկապես Ռուսաստանն այսպես մեզ նեղում է, մեր վիճակը երևի ավելի սվադանա։ Ամեն ինչ փակել արդեն, եկուս մեկ էլ որ գազը չտվեց, ծորեն չտեց, մենք 90% Ռուսաստանից ենք ծորենը հացը բերում, մեր միշկը չի ընդունում, բանջարեղենը չի ընդունում, այդ ամեն ինչը փակեց մի պաշտպան մենք պիտի դուժենք։ Աներս միշկ ունիմ հայատում ցանած, միշտ ում դիտամ, միշտ ենեմ, հա, ասենք մեր 2 կիլո դվարը, մեր 2 սենի գարը, դրանով չենք կնա մենք այդ ամբողջ վերջը օգտագործենք։ Մնադիպ ճանա, մեր աշխատանքը, մեր վերցրած վարկերը դերտա կորի բիդի։ Պուտինն ասում է գազը արտոնյալ պայմաններով չեք Գազը որ կտրվա, Հայաստանը ինչ անելու, կորած երկիր է, всё։ Գազն է ժողովրդին պահում, որ գազը կտրվա։ Հիմի ժողովուրդը նախդին գարդոն են վառում, գարդոն, ящикների գարդոն են վառում։ 50% ըստ լեննականım, վագոնչիկների մեջ են ապրում։ Նիկոլը ինչ համտածում դրա համար։ Հենա ճանապարհը փագա։ Այստեղ պրոդուկտը, ջրերը, ամեն ինչ հենա։ Գուրջայի սահմանը արդեն 5000 ավտոներ կա, բեռնատար ավտոներն փակված։ Կարապետյանը որ ընտրվա, այդ հարցերը կլուծվի։ Բա, կլուծվի, բայց պիտանի։ Այդ ինչ է։ Առանց Ռուսաստանի մենք յոլա չենք գրա այստեղ։ Թե անվտանգության տեսակետից, թե մնացած հարցերով։ Մենք կկորենք։ Մեր ազգը, մեր պետությունը, եթե Ռուսաստանից անջատվանք մենք կորենք։